Երևանի քաղաքապետարանի հատուկ տեխնիկան այսօր Սարյանի պուրակում էր աղմկում։ Այգու սովորական առօրյան արտասովոր ընթացք առավոտյան ստացավ։ Ապամոնտաժում էին Զորյան փողոցին հարող հատվածի կառույցը, որը նախկինում սրճարան է եղել։ Կառույցի սեփականատերը հանկարծակի էր եկել, չհերքեց, ինքնակամ շինություն է, սակայն իրենք որևէ նախազգուշացում չեն ստացել։ Քաղաքապետարանից արձագանքում են շինությունն ապամոնտաժել են անձամբ Տիգրան Ավինյանի որոշման հիմքով։ Պնդում են Երևան համայնքին պատկանող տարածքում գտնվող կառույցը թույլտվություն չի ունեցել ու փաստացի ապօրինի է։ Նախապատմությունը տասնամյակներով է ձգվում։ Քանդված շինությունները կոլորիտ ընկերությանն էին պատկանում։ Դեպքի վայր շտապած տնօրեն Նարինե Վարդանյանը վրդովված պատմում էր, կառուցվել է 90-ականներին ու մինչ 2021-ը վարձակալության պայմանագիր են ունեցել, ապա պայմանագրի ժամկետը երկարաձգել չի հաջողվել։ Սակայն իրենք այս ընթացքում մոտ 5 միլիոն դրամի հարկ ու տուրք են վճարել։ Եթե ի վերջո պետք է քանդեին, ինչու էին վճարում, ինչու չեն նախազգուշացրել։ Չենք աշխատել, թղթեր ունենք, որ չենք աշխատել։ Այդ մնացել է, չեն թույլ տվել, բայց 21 թվից մինչ այսօր հողի վարձավճարները նույնիսկ տուգանքներով գրվել է մեր վրա։ Դատական տեղեկատվական համակարգում պարզ որոնումը մի խճճված պատկեր ներկայացրեց, իսկական թնջուկ։ Ընկերությունը վերջին տարիներին մի շարք հայցեր է ներկայացրել, մի անգամ պայմանագրի ժամկետը երկարաձգելու համար են դիմել, մեկ այլ գործով պահանջել են օրինականացնել կառույցը։ Դատարանը սակայն այս հայցերը կամ մերժել է, կամ կարճել։ Առավոտյան զանգ են տալի կողքի, ծաղկի կրպակից, ասում են, որ եկել են քանդել։ Մեզ ոչ մեկ չի տեղեկացրել, որ պետք է քանդեն, ոչ գրավոր, ոչ բանավոր։ Մենք մինչև այսօր վարձակալության գումարները մուծում էինք, հողի վարձակալության գումարները։ Սեփականատիրոջ ընտանիքը պնդում է քաղաքային իշխանությունների գործողություններն ապօրինի են։ Կդիմեն դատարան հողին հավասարեցված գույքի համար փոխհատուցում ստանալու պահանջով։ Մինչև ուր որտե պետքա կհասնենք, լրիվ անօրինականություն է տիրում։ Փաստի առաջ կանգնած սեփականատերը ամբողջ օրը լրագրողների հետ զրուցում էր կադաստրային գրանցումը հաստատող թուղթը ցույց տալով։ Կադաստրի կոմիտեի կայքում տեղորոշեցինք համապատասխան ծածկագրով շինությունները։ Եթե սրճարանն ապօրինի է կառուցվել, այդ ինչպես են վարձակալության պայմանագիր կնքել, կադաստրային գրանցում ձեռք բերել։ Քաղաքապետի 3 ստորագրած որոշման տեքստում այս հարցերին չեն անդրադառնում։ Տիգրան Ավինյանը փոխարենը ընդամենը 1 օր առաջ հանձնարարել է քանդել ու մեջբերեմ անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։ Քաղաքապետը նաև որոշել է ապամոնտաժման աշխատանքների համար ծախսված գումարը հենց սեփականատիրոջից բռնագանձել։ Կետերից մեկով էլ Ավինյանը տեղեկացնում է երկամսյա ժամկետում որոշումը կարող են բողոքարկել։ Սակայն ինչպես դատարանում պաշտպանել կառույցը, երբ այն արդեն հողին է հավասարեցվել։ Քաղաքապետը ժամանակը հետ շրջելու բանաձև չի առաջարկում։